Երևան է այցելել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Վարչապետ Փաշինյանի հետ սրտի կանելուց հետո հանձնակատարը հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է 2025-ից 2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Հանդիպման վերջում պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ։ Ըստ Գրիգորյանի փաստաթղթերով սահմանվել են հավակնոտ միջոցառումներ արտահանման, դիվերսիֆիկացիայի, վիզաների ազատականացման եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կապակցվածությանը, մասնավորապես խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը եւ Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ ԵՄ հանձնակատար Մարտակոսը իր հերթին կարևորել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների պաշտպանությունը, հատկապես սպասվող ընտրությունների համատեքստում։ Սա նաև կարևոր տարի է հայկական ժողովրդավարության համար։ Հունիսին հայերը կգնան ընտրության։ Ամբողջ Եվրոպայում մենք տեսնում ենք չարամիտ դերակատարների, ովքեր ամեն օր փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության եւ միջամտության այլ ձևերի միջոցով, եւ Եվրոպան այստեղ է օգնելու համար։ Մենք աջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը կարողանան ազատ եւ արդար քվեարկել եւ իրենք որոշեն իրենց երկրի ապագան։